Եթերում Ադրբեջանի ձայն միջազգային ռադիոկայանի հայկական ծառայությունն է, խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է, շարունակում ենք մեր հաղորդումները, ձեր ուշադրության ենք ներկայացնում Շուշայի ձայն հաղորդաշարի երկրորդ թողարկումը։ Ղարաբաղի խանության մայրաքաղաք Շուշայի բերդի և քաղաքի հնագույն թաղամասերի կառուցումը։ Շուշայի բերդը երկար տարիներ եղել է Ադրբեջանի Ղարաբաղի խանության մայրաքաղաքը։ Ղարաբաղի խանության հիմնադրումն ու Շուշա քաղաքի խանության մայրաքաղաքի վերածումը կապված են Փանահ Ալի խանի անվան հետ 1693-1763 թվականներ։ Ղարաբաղի խան Փանահ Ալի խանը Ջավանշիրների Թոհմի Սարիջանլի ցեղից էր։ Ադրբեջանական այս ցեղը եղել է Ղարաբաղի հնագույն բնակիչներից և երկար ժամանակ կարևոր դեր է ունեցել տարածաշրջանի հասարակական քաղաքական կյանքում։ Ենթադրվում է, որ Շուշայի բերդը կառուցվել է 1750-51 թվականներին։ Ըստ պատմական աղբյուրների, ամրոցի կառուցումը բարձր Զարիթափ լեռան վրա սկսվել է 1750 թվականին, իսկ ամրոցի պարիսպների շինարարությունը շարունակվել է այդ դարի վերջին տարիներին։ 1752 թվականին Ղարաբաղի խան Փանահ Ալի խանը Շուշան հռչակեց մայրաքաղաք, ամրացրեց այն և վերածեց բերդաքաղաքի։ Քաղաքը որոշ ժամանակ Փանահ Ալի խանի պատվին կոչվել է Փանահաբադ, իսկ ավելի ուշ Շուշայի ամրոց և Շուշա։ 18-րդ դարի երկրորդ կեսից սկսած քաղաքի բնակչությունը արագորեն աճեց և Շուշան դարձավ Ադրբեջանի կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներից մեկը։ Դեռ Փանահ Ալի խանի օրոք 1747-1763 թվականներին քաղաքում խոշոր շինարարական աշխատանքներ են իրականացվել, իսկ հետո Իբրահիմ Խալիլ խանի օրոք 1763-1806 թվականներին Ղարաբաղի խանությունն էլ ավելի հզորացավ։ Խանության տարածքում կառուցվեցին Ասկերանի և Աղօղլանի ամրոցները, Շուշա ամրոցի պարիսպները և այլ ուշագրավ ռազմավարական նշանակություն ունեցող ամրոցներ։ Քաղաքը կարճ ժամանակահատվածում զգալիորեն աճել է, ուշադրություն գրավելով իր բնական գեղեցկությամբ, բարձր շինություններով և հոյակապ բերդի պարիսպներով։ Քաղաքում կար 17 թաղամաս, որոնցից յուրաքանչյուրն ուներ մզկիթ, աղբյուր, բաղնիք։ Փանահ Ալի խանի իշխանության օրոք 1747-1763 թվականներին քաղաքի կառուցման սկզբնական փուլում ամենահին թաղամասերը հետագայում անվանվեցին ստորին թաղամաս, քաղաքի ռելիեֆին համապատասխան։ Շուշայի որպես քաղաք կազմավորման երկրորդ փուլը համընկնում է Իբրահիմ Խալիլ խանի իշխանավորության հետ 1763-1806 թվականներ։ Այս փուլում ձևավորվեց երկրորդ թաղամասը, որը կոչվում էր վերին թաղամաս։ Շուշայի բերդն ուներ 3 հիմնական դարպասներ՝ Գանջայի, Իրավանի և Աղօղլանի դարպասները։ Պատմական աղբյուրներում հաճախ են հիշատակվում բոլոր 3 դարպասների անունները, դրանք նշված են նաև 19-րդ դարում գծված Շուշայի բոլոր գլխավոր հատակգծերում։ Գանջայի դարպասը Շուշա բերդի 3 գլխավոր դարպասներից մեկն էր, այն գտնվում էր բերդի հյուսիսային կողմում։ Փանահ Ալի խանի օրոք կառուցված դարպասը 18-րդ դարից կոչվում էր Գանջայի դարպաս։ Շուշայի ամրոցի այս դարպասից սկիզբ առնող ճանապարհը քաղաքը կապում էր Գանջա քաղաքի հետ։ Գանջայի դարպասը, որը համարվում է Շուշայի բերդի հյուսիսային դարպասը, գտնվում է բերդի պարիսպների մեջտեղում, Աղօղլանի և Իրևանի դարպասների միջև։ Շուշայի բերդի մյուս դարպասների հետ համեմատ Գանջայի դարպասը ավելի լավ է պահպանվել։ Իրավանի դարպասը գտնվում է Շուշայի բերդի արևմտյան կողմում։ Փանահ Ալի խանի օրոք կառուցված այս դարպասը 18-րդ դարից կոչվել է Իրավանի դարպաս կամ Խալֆալի դարպաս։ Այս դարպասից դուրս եկող ճանապարհը Շուշա քաղաքը կապում էր Խալֆալի գյուղի, իսկ այնտեղից Իրավան քաղաք տանող ճանապարհի հետ։ Աղօղլանի դարպասը գտնվում է ամրոցի արևելյան կողմում և ապահովում է մուտքն դեպի քաղաքի ստորին հատված։ 19-րդ դարում բերդի ստորին մասում արևելյան դարպասի մոտ կառուցվել է Շուշայի բանտը։
Բանտի կառուցման ժամանակ ամրոցի պարիսպների մի մասը եւ պաշտպանական աշտարակները օգտագործվել են որպես բանտի պատեր, իսկ դարպասը վերափոխվելով օգտագործվել է որպես բանտի մուտք։